ԱՄՆ-ն 30 տարվա ընթացքում առաջին անգամ կիրականացնի միջուկային զենքի փորձարկումներ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ փոփոխությունները անհրաժեշտ են, քանի որ այլ երկրներ փորձարկում են իրենց զենքերը։ Ռուսաստանը ևս վերջերս հայտարարեց բազմաթիվ փորձարկումների մասին։ Միացյալ Նահանգները միջուկային զենքի փորձարկումները կանցկացնի Ռուսաստանի և Չինաստանի հետ հավասար հիմունքներով։ Հիմա ամենահարմար պահն է, ասել է Դոնալդ Թրամփը Հարավային Կորեայում Չինաստանի նախագահի հետ հանդիպումից հետո։ Նա նշել է, որ դա կապված է ուրիշների հետ։ Այլ երկրների փորձարկման ծրագրերի պատճառով ես հանձնարարել եմ Պաշտպանության նախարարությանը սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասար պայմաններով։ Գործընթացը կսկսվի անմիջապես, ասել է Թրամփը։ Նշենք, որ ԱՄՆ նախագահը այս մասին հայտնեց միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նոր միջուկային շարժիչով, միջուկային զենքով զինված ստորջրյա անօդաչու սարքի և նոր միջուկային զենքով թևավոր հրթիռի փորձարկման մասին։